Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց Ռուբեն Վարդանյանի նկարով բողոքի ակցիա եք անում, ինչի մասին է այս ակցիան, եւ մենք տեսնում ենք նաեւ վրան եք բերել, պատրաստվում եք այստեղ գիշերել, նախ ներկայացրեք։ Բարև ձեզ, ես Լևիկ Խաչատրյանն եմ, արդեն 8-րդ օրն էր, որ ՄԱԿ-ի շենքի դիմաց ես հացադուլ էի հայտարարել, ի բողոք նրան, որպեսզի Ադրբեջանի անօրինականությունների դեմ ամբողջ աշխարհը տեսնի եւ բոլոր այն ուժերը, ովքեր կարող են իրենց գործիքակազմը օգտագործեն անօրինականությունների, խոշտանգումների, նվաստացուցիչ արարքների դիմաց, իրանց սենց ասած դեմը առնեն։ Ինչի Ռուբեն Վարդանյանի նկարը, որովհետեւ այս պահին ինքն են դիմացել, ինքն է հացադուլը հայտարարել, ինքն է առաջ քաշել, որ ամբողջ դատավարությունը դա շինծու է, ու որտեղ ես պաստառին ներկայացված է Ռուբեն Վարդանյանի նկարը, դա չի նշանակում, որ ես այստեղ կանգնած եմ զուտ մենակ Ռուբեն Վարդանյանի, ես այս մարդուն չեմ էլ ճանաչում, իրան որպես սիմվոլ եմ վերցրել, պահանջները ամենակարևորը, որպեսզի վերջանան խոշտանգումները, լինի ճիշտ դատավարություն, Ռուբեն Վարդանյանը հնարավորինս շուտ դուրս գա հացադուլից, խնայի իր առողջությունը, որովհետև իր պայքարը ըստ ինձ երկար է լինելու, եւ ամենակարևորը բոլոր մեր ռազմագերիների, արդեն իսկ բանտերում դատապարտված մեր հայրենիների վերադարձը, ամբողջ։ Նշեցիք, որ մինչ այսօր մոտ 10 օր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ եք բողոքի ակցիա արել, հացադուլ արել, այսինքն դուք ամենտեղ գնում եք, բացի կառավարության շենքից։ Ձեր կարծիքով Հայաստանի իշխանությունները բավարար չափով ջանք գործադրում են գերիների վերադարձի համար։ Ամենաառաջինը 8 օր եմ եղել ՄԱԿ-ի դիմաց, Ֆրանսուազ Ժակոբը ինձ տեսավ, ասեց, որ մենք նամակը գրել ենք, մեզանից ինչ հասանելի անում ենք։ Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի Հանրապետությունը որոշեց, որ Կարմիր խաչն ու ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստվում է փակի, հասկացա, որ էլ արդեն իմաստ չունի, 8-րդ օրը հացադուլս շարունակեցի, ինչի Ռուսաստանի դեսպանատան դիմաց, որովհետև անկախ նրանից, որ մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Մինսկի խումբը դեռ կա, չնայած որ Մարիա Զախարովն ասում էր, ոնց որ արդեն էլ իմաստ չկա, հիմա Մինսկի խմբի համանախագահներից լսեցի, ասում են բավարար չափով Հայաստանի իշխանությունները ջանք գործադրում են, որ գերիները վերադառնան։ Ես լսեցի, վերադառնան։ որ սպասեք, չեմ մոռացել, հարցը կհասնեմ ձեր պատասխանին, կտամ անպայման, չմտածեք, հարցը չեմ մոռացել։ Բայց միտքս ուզում եմ ասեմ, որ իմանան ես հիմա ինչ եմ Ռուսաստանի դեսպանատան դեմ է, էլի, որովհետև Մինսկի խմբի ղեկավարները, այսինքն օրինակ Ռուսաստանն, Ֆրանսիան, Ամերիկան, այդ համանախագահները պետքա ջանք գործադրեն, որպեսզի կարողանան մեր գերիներին հետ վերադարձնել, ինչի համար բոլորիս մոտ կոնկրետ իմ մոտ հարց առաջանում, եթե այսօրվա օրով մեր գերիները դատապարտվում են աբեկչության հոդվածով, ուրեմն ի՞նչ է դուրս գալի բոլոր պետությունները, ովքեր որ դիտորդներ էին ուղարկում Արցախ աբեկիչների մոտ էին ուղարկում, դա համար իմ բողոքի ալիքը ստեղից սկսել եմ, իսկ ինչ մնում է կառավարության մասով, մասնագիտական պատասխան չեմ կարող տալ, որովհետև ես ինքս մասնագետ չեմ տվյալ ոլորտի, բայց ֆակտեր կան, ասեմ ինչ, քաղաքական կրթություն չունեմ, շատ բան կարող է ասեմ եւ չկարողանամ պատասխան տալ, դրա համար եմ ասում ես մասնագետ չեմ, բայց փաստեր կան, օրինակի համար Ռուբեն Վարդանյանի փաստաբանը կետեր էր նշել, որպեսզի դրանք պետքա արվի, որպեսզի գերիները ետ վերադառնան, ընդամենը, եթե չեմ սխալվում, կատարվել է մեկը, մի կողմից ասում են չեն աշխատում, որին ես ինքս հավատում եմ, որ լիարժեք չեն աշխատում, օգը գնցածր է, բայց միևնույն ժամանակ կառավարությունը ասում է, որ եթե մենք շատ լծակներ օգտագործենք, դրանով կվնասենք մեր գերիներին, դրա համար եմ ասում, մասնագետ չեմ, չգիտեմ ինչով կվնասեն մեր գերիներին, դա մասնագետները պետք է անեն, բայց որպեսզի ապացուցեն, որ կողմ են մեր գերիների վերադարձին, պետք է համագործակցության սկզբունքով, թե ընդդիմության, թե հասարակ ժողովրդի հետ համազգային, սենց ասեմ, պայքար սկսել, որպեսզի մեր գերիների
գեյները ետ վերադառնան, այսինքն այս պայն չնային որ դու դիմություն ես, ես կառավարություն չէ, մենք ունենք հստակ գաղափար, անկախ մեր գեյների կարգավիճակից, ռազմաքաղաքական ղեկավարությունից լավն են եղել, վատն են եղել, բայց մենք ընդ լավ գերի տղերք ունենք, ովքեր որ այսօրվա օրով գնացել են Հայաստանի համար պատերազմել են, գերեվարվել են ու մենք պարտավոր ենք իրանց համ աջակցենք, համ պահանջենք, որ իրանք հետ գան։ Պետք է համախմբվեն եւ պահանջեն, որպեսզի մեր գեյները հետ գան։ Նույն ձև դիմեն Սփյուռքին, որպեսզի այս ամբողջ ակցիաները ինչ որ ես օրինակի համար այս պայն ստեղ ես մենակ եմ իրականացնում, ամբողջ եվրոպական երկրների ադրբեջանական դեսպանատների դեմ լինի, բողոքի ալիք լինի, որպեսզի լսելի լինի, որպեսզի հասանելի լինի, կարողանան իրանք Պատրաստում եք գիշերել այստեղ։ Ես արդեն գիշերել եմ, չէ, ես այսօր Ռուսաստանի դեսպանատան դեմն եմ մնալու, առավոտյան կտեղափոխվեմ Ֆրանսիայի դեսպանատան դեմը, քանի որ ստեղ մոտիկ է, հետո Ամերիկա, հետո ԵՄ։ Որևէ քաղաքական կուսակցության անդամ եք, թե ուղղակի Հասարակ քաղաքացի եմ, ով անտարբեր չի կարող անցնել այս իրադարձության շուրջ։